բան է, պայքարում է անկախության համար արդեն։ Ասում է, սակայն կարծում է, այս նորից մեջբեր է, էլի։ Սակայն կարծում է, որ անմիջապես անկախություն պահանջ ներկայացնելու հարմար ժամանակը չէ, երբ մեր ժողովուրդը ու ժողովրդի օգնության այդքան կարիք ունի։ Սա հասկանալու համար պետք է գնալ Ախուրյանի ափը տեսնելու դիմաց կանգնած զինվորներին ու անի ավելացնել։ Բայց մի վայրկյան 1988-ին այս Մանուկյանը միայնակ չէր։ 1988-ի սեպտեմբերի 29-ին հայ ավանդական 3 կուսակցությունները ՀԵՏ-ն, ՌԱԿ-ը եւ ՍԴՀ-ն շարունակում են, որոնք խանգարում են մեր հայրենիքի հանրային կյանքի կանոնը, նկատի ունեմ որ Քոչարյանի մի Մանուկյան ես չէի նկատում։ Նկատի ունեմ որ Քոչարյան Անդրանիկը խաթարում էր մեր հայրենիք ԽՍՀՄ-ի կանոնները։ Ծանր կորուստների են ենթարկում մեր երկրի տնտեսական, արդյունաբերական, կրթական, մշակութային կյանքը, էլի ԽՍՀՄ-ի մշակութային կյանքի դեմ էր հանդես գալիս Քոչարյան Անդրանիկը, Գերան Նազարյանն հետը եւ մնացածը։ Վնասում են ժողովրդի վարկը, իհարկե, այս ժողովրդի վարկը վնասում է պարոն Նազարյանը Մոսկվայի կոմունիստական կուսակցության գրասենյակի առաջ։ Ինչպես նաև բնականon հարաբերությունները լինեն խորհրդային բարձրագույն իշխանությունների, թե խորհրդային մյուս հանրապետությունների հետ եւ ծառայում են մեր ժողովրդի ճշտամիների հետի նպատակներին։ Այսինքն Քոչարյան Անդրանիկն ու Գերան Նազարյանը հասկանում եք, չէ՞, խորհրդային բարձրագույն իշխանությունների հետ մեր բնականon հարաբերություններն են վնասում ու խորհրդային մյուս հանրապետությունների հետ ենթադրում նկատի ունեն նաև խորհրդային Ադրբեջանը հարաբերությունները վնասում են։ Այս սրա համար, պարոն Մանուկյան, այս է եղել ձեր կողմը, մի վայրկյան, այս է եղել ձեր կողմը լանով դեմը լանը, որ ասում է, մենք կողմ ենք անկախությանը, բայց ոչ ենք անում ժողովրդին հանկած խաղաղության համար չպայքարել։ Բայց պարոն Մանուկյան, ես չեմ պնդում, որ դուք փոխեք ձեր անունը։ Ես կարծում եմ ձեր անունը շատ գեղեցիկ անուն է եւ սազում է ձեզ, շնորհակալություն։ Խմբակցության անունից ելույթ կունենա Քրիստինե Վարդանյանը, համեցեք։ Չէ ինձ ընդհատում են, եթե ձեզ ընդհատում են, ես ժամանակ կապրել, ելույթ